Պարոն Խաչատրյան, շնորհավորում եմ ձեզ ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Դուք աշխատել եք ՏԻՄ-ում, Երևանու հավաքանու անդամ եք եղել եւ այսպես տարբերությունը հավաքանու անդամի ՏԻՄ լիազորություններով եւ ազգային ժողովում բարդ է թե բարդ չէ։ Անցած այս քանի օրերի ընթացքում ձեզ ստացած տպավորությունները։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Այո, ինչպես գիտեք, ես գրեթե 3 տարի եղել եմ Երևանի հավաքանու անդամ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ։ Այս պահին արդեն ընտրություններից հետո հանդիսանում եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ազգային ժողովի պատգամավոր։ Իհարկե, մեծ փորձ էր Երևանի հավաքանիում աշխատելով արդեն լինել ազգային ժողովում եւ կարծում եմ կօգնեն այն հմտություններն ու այն փորձը, որ ձեռք են բերել Երևանի հավաքանիում եւ արդեն ավելի մեծ թափով, ավելի համապետական մակարդակում կփորձեմ դա ներդնել պետական կառավարմանը եւ նոր օրենքների մշակման արդեն process-ներում։ Պարոն Խաչատրյան, ինչպիսի նախաձեռնություններով, օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու եւ ձեզ որ հանձնաժողովում եք պատկերացնում։ Ես լինելու եմ տարածքային կառավարման հանձնաժողովում եւ դա պատահական չէ, քանի որ ես եղել եմ նորից եմ նշում Երևանի հավաքանու անդամ եւ տիրապետում եմ տարածքային կառավարման բնույթի խնդիրներին եւ արդեն այս անգամ կփորձեմ բացի Երևանից նաեւ զբաղվել մարզերի մեր համայնքների եւ գյուղական բնակավայրերի արդեն հարցերով եւ խնդիրներով։ Գիտենք բազմաթիվ են արդեն լուծված հարցերը եւ խնդիրները, բայց մենք ունենք նաեւ այս պահին շատ չլուծված խնդիրներ, որոնց ուղղությամբ մեր կառավարությունը ամենօրյա աշխատանք է կատարում։ Իսկ ինչ վերաբերում է օրենքի նախագծերին, կառավարության հետ համապատասխան աշխատանքներով մենք կփորձենք հասկանալ ինչ օրենսդրական փոփոխություններ են հարկավոր, որպեսզի մեր համայնքների զարգացումը եւ մարզերի զարգացումը լինի ավելի սահուն եւ ավելի առարկայական։ Առաջիկայում մասնավորապես աշնանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ, չնայած դրան ձեր ընդդիմադիր գործընկերները իհարկե չշահարկելով, բայց ուժեղ Հայաստանը մասնավորապես գյուղատնտեսական տեխնիկա էր նվիրաբերել համայնքներից մեկին։ Ինչպես կմեկնաբանեք նրանց այս քայլը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի բազմաթիվ ծրագրեր, որոնցով հնարավորություն է տալիս գյուղացիներին ձեռք բերել տեխնիկա եւ ոչ միայն, այլ բազմաթիվ այլ միջոցներ, որոնք որ կխթանան գյուղատնտեսության զարգացմանը եւ մեր գյուղացիների բարօրությանը։ Իսկ ինչ վերաբերում է ուժեղ Հայաստան կուսակցությանը, իրենց բնորոշ ոճով նրանք կրկին մասնակցությունը իրենց ցանկանում ապահովել ՏԻՄ ընտրություններում։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր գործընկերներին կառուցողական մթնոլորտում աշխատելու առաջարկ է արել եւ անցած մի քանի օրերը կարծես թե դրա մասին վկայում են ձեր ընդդիմադիր գործընկերները, այսպես կառուցողական մթնոլորտում են փորձում համագործակցել աշխատել, սակայն երեք տեսանք, որ կարծես թե ինչ որ այդ առաջարկը, այդ համագործակցության առաջարկը ճաքեր է տալիս։ Սրա մասին ինչ կասեք։ Ամեն դեպքում կստացվի այս կառուցողական մթնոլորտը երկար պահել, թե ոչ։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ մեր ամբողջ քաղաքական թիմը, այո, այս նստաշրջանի սկզբում մենք առաջարկությամբ հանդես եկանք, որ լինենք ավելի կառուցողական եւ բարեկրթության սահմաններում աշխատենք։ Մինչև այս պահը, մինչև 3 պահպանվում էր կարծես թե այդ բարեկրթության սահմանները մեծամասամբ, այո, եղավ օրվա վերջին օրվա ավարտին մի միջադեպ, որը խախտեց այդ սահմանը, բայց մենք հուսով ենք եւ լիահույս ենք, որ ընդդիմությունը կրկին իրենց ներսում քննարկումներից հետո կգա կրկին զրոյական կետի, որի մասին մենք խոսում ենք, եւ ավելի բարեկիրթ եւ ավելի կառուցողական քննարկումներ տեղի կունենան ազգային ժողովում, որովհետեւ իշխանական խմբակցությունը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը պատրաստական է աշխատել մշտապես բարեկրթության սահմաններում եւ բնական է, եթե ընդդիմադիր խմբակցություններից կա բարեկրթության դրսևորումներ եւ բարեկիրթել ամբողջովին տեղի ունենում աշխատանքները խորհրդարանական փոխադարձ վերաբերմունք նրանք կստանան, իսկ եթե լինի հակառակը, բնականաբար կլինի համապատասխան վերաբերմունք, որը բնական է, այսքանը, բայց մենք լիահույս ենք, որ կպահպանվի
առաջիկա առնվազն 3 օրերի ոճը եւ ես առիթից օգտվելով կրկին անգամ կոչ կանեմ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին իրենց ներքին քննարկումներում այն պատգամավորները, ովքեր որ խախտում են կամ առնվազն այս բանը չեն համակերպվում այդ բարեկրթության սահմանված կարգին, նորից փորձեն իրենց ընդդիմադիր падգամավորներին ասել, որ չկա ուրիշ տարբերակ ուղղակի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ընտրություններ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ձայն է տվել իշխանությանը, ձևավորվել է կառավարություն, ձևավորվել է ընդդիմություն, որովհետև մենք ունենք խորը անհամաձայնություններ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, այո, մենք ասում ենք, որ իրենք ընտրակաշառքով են հայտնվել այսօր անգամ ազգային ժողովում, անգամ ընդդիմադիր կարգավիճակով եւ այդպես տարբեր հարցերում, բայց բարեկրթության սահմանները հատելը դա ուղղակի կարմիր գիծ է։ Պարոն Խաչատրյան, նշեցիք ընտրակաշառքների մասին, ձեր ընդդիմադիր գործընկերները ամեն դեպքում պնդում են այսքանից հետո հակակոռուպցիոն կոմիտեի եւ իրավապահ մարմինների հրապարակած բազմաթիվ տեսագրություններից, ձայնագրություններից հետո պնդում են, որ չկա նման բան։ Իրենց ընտրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ իրենք ընտրվել են արդար ճանապարհով։ Իրավական process-ները, գործընթացները այլ բանի մասին են խոսում, որովհետև կան բազմաթիվ ձերբակալվածներ, բազմաթիվ կալանավորվածներ եւ կան բազմաթիվ ձայնագրություններ, թե ինչպես են իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղաքացիներին կաշառք առաջարկում եւ կաշառքով առաջարկում իրենց ընտրել։ Իսկ ինչ ասում են ընդդիմադիր խմբակցությունները, որ չի համապատասխանում իրականությանը, նրանք շատ հարցերում են ասում, որ չի համապատասխանում իրականությանը, բայց մեր ժողովուրդը եւ մեր քաղաքացիները գիտեն իրականությունը եւ այդ ամենից զատ իրավական process-ները ապացուցում են դրանց իսկությունը։